Բարև ձեզ, պարոն Մելիքյան, կուզենայի մի փոքր խոսեիք նորեկների մասին, քանի որ այս ժամանակահատվածում հավաքականում ընդհանրապես փոքր է ժամանակահատվածը նրանց հետ աշխատելու, քան ակումբներում, ինչ կասեք այդ 6 նորեկների մասին, որոնք հրավիրել եք հավաքական։ Նորեկները շատ են, չի ուզենա անատական ամեն մեկի համար խոսեի, ընդհանուր կարամ ասեմ, որ մեծ փոփոխություններ են ազգային հավաքականում, այդպես ստացվեց, ֆուտբոլիստներ կան, որ եկել են իրենց ժամանակը գնալու ազգային հավաքականից, կան ֆուտբոլիստներ, որոնք ժամանակն է գալ հավաքական։ Մենք այդ էտապի մեջ ենք, դրա համար պետք է լավատես լինել, համբերություն ունենալ և աշխատել, եթե հրավիրվել են, ուրեմն արժանի են, կարող են իրանց տեղի համար պայքարեն ու ցույց տան, որ կարևոր են ազգային հավաքականի համար, դա վաղվա խաղը և ընկերական խաղերը ցույց կտան։ Պարոն Մելիքյան, վերջերս երբ հրավիրված էիք պոդքասթին, նշեցիք, որ եթե մեկ ընկերական խաղ լինի, դա մեծ հաշվով լավ չի լինի, ձախողում կլինի, արդյոք այս մեկ խաղում դուք կարողանաք տեսնել այն, ինչ ուզում եք տեսնել, կամ խաղել առավելագույնի և ֆուտբոլիստերին տալ այն, ինչ ուզում եք։ Իհարկե ոչ, չեմ կարող մի խաղում ստանալ այն, ինչ որ կուզենայի, որովհետև պատահական չի, որ դրվում է մինիմում 2 խաղ, նրա համար, որ մարզիչը կարողանա հասցնել իր իդեաները օգտագործել խաղերին, բայց ինչ ունենք են, ինչ որ ունենք, չեմ էլ ուզենա բողոքեի, մենք պատրաստ ենք վաղվա խաղին փորձարկումներով, տեսնել այն, ինչ ուզում ենք տենանք խաղին և աշխատենք, իսկ այս ընթացքում, որ չենք ունեցել խաղ, ուրիշ ուղղություններով ենք մտածել և աշխատել, չեմ կարծում, որ կորած օրեր են եղել։ Վահագն Ամիրջանյան, պարոն Մելիքյան, Բելարուսի հավաքականը հայտնի է սովորաբար կանոնակարգված պաշտպանությամբ և հակագրոներով խաղալիս, ձեզ համար նման մրցակիցն է ավելի հարմար, թե այն մրցակիցները, որոնք սովորաբար փորձում են խաղալ ավելի շատ գնդակով։ Դուք տարբեր ոճերի մասին խոսեցիք, ամեն ոճն էլ, եթե դա էֆեկտիվն է, դա վտանգավոր է, և գնդակով խաղը, եթե կարողանում են ճիշտ խաղան գնդակով, դա էլ է վտանգավոր, եթե ճիշտ հակագրողներ լինի, դա էլ է վտանգավոր, ինչքանով մենք թողենք իրենց ուժեղ կողմերը ցույց տա Բելարուսյան վաղը, դրա վրա ուշադրություն ենք դարձրել, աշխատել ենք, վաղը կերևա կարողացանք փակել ուժեղ կողմերը, թե ոչ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, որքան է հավանականությունը, որ Էդուարդ Սպիրտյանը վաղվա հանդիպում բաց կթողնի և որքան է լուրջ իրավնասվածքը, քանի որ Մուրադ Մուսաևը գլխավոր մարզիչը Կրասնոդարի դրա մասին խոսում էր, մեկ քանի օր առաջ, եթե չեմ սխալվում։ Մենք մի օր էլ ժամանակ ունենք հասկանալու Սպիրտյանը կլինի խաղադաշտում, թե ոչ, վաղը այդ մասին կարող ենք իմանալ, որովհետև առայժմ աշխատանք է գնում, պատրաստելու իրեն։ Կան հարցեր։ Հայկ։ Հայկ Հովհաննիսյան, Sport Media, պարոն Մելիքյան, դուք մարզումների ընթացքում արդյոք կազմակերպեցիք երկկողմանի խաղ թիմի միջև, եթե այո, ինչ տպավորություն ստացաք այդ խաղից, ովքեր առանձնացան, և երկրորդ հարց, արդյոք պայմանավորվածություն ունեք վաղը փոփոխությունների քանակի վերաբերյալ, որովհետև տեսնում ենք հիմա շատ ընկերական խաղեր են, ընդհուպ մինչև բոլոր 11 խաղացողներին փոխում են խաղի ընթացքում։ Առաջի հարցին ասեմ, այո, ունեցել ենք իրար մեջ խաղ, լավ անցավ,
բոլորը աշխատում էին, հասկանում էին, որ կա մրցակցություն, ամեն ֆուտբոլիստ ուզում է իր լավագույնը ցույց տալ, մենք վերլուծել ենք այդ խաղը, առայժմ այո, տենում են պրոբլեմներ, որ շատ ֆուտբոլիստ նոր են, համագործակցության խնդիր կա, եւ մենք ունենք մեր հավաքականում, ազգային հավաքականում պրինցիպներ, որը ժամանակ է ուզում, այդ պրոբլեմների առաջ այո կանգնած ենք, բայց մենք ունենք մինչև սեպտեմբեր մեր ամենակարևոր խաղերին ժամանակ եւ այդ ընթացքում պետք է աշխատենք, որ ունենք պրոբլեմներ, այո ունենք, բայց որ պետք է բողոքել, չեմ բողոքում, process-ը պետք է շարժվենք առաջ։ Փոփոխությունների քանակի վերաբերյալ։ Իշքան գիտեմ 8 փոփոխություն կարելի է եւ կաշխատենք օգտագործենք վաղը 8 փոփոխությունը։ Փոփոխություն ունենալու, որ հասցնենք մի խաղով տենալ շատ ֆուտբոլիստների։ Վերաբերվում է Կարլեն Հովանեսյանին, Կարլենը ձեր գլխավոր առաջին լուրջ շանս շատ լարված իրավիճակում, շատ լավ փոխարինման մտած հունգարական Գեորգի դեմ խաղում, ինչ կասեք նրա խաղերի ունակությունների եւ պոտենցիալի մասին։ Կարլեն Հովանեսյանին հավատում եմ, ես ինքս շատ շուտվանից նկատել եմ իրեն, մեծ ապագա ունի, մեր ազգային հավաքականին կօգնի, մեր վաղվա խաղին հնարավոր է լինի դաշտում, իսկ ընդհանրապես ես համարում եմ ինքը կարևոր ֆուտբոլիստից մեկը մեր ապագայի համար։ Շահբազար Շարությունյան, պարոն Մելիքյան, կցանկանամ խոսենք մեր հարձակման գծի մասին, նախորդ մրցաշարի համեմատ մեր հավաքականի հարձակման գծում երկու առանցքային ֆուտբոլիստ Լուկասը եւ Բարսեղյանը այլևս չկան հավաքականում, ըստ ձեզ ովքեր են այ ֆուտբոլիստները, ովքեր կարող են լիարժեք կերպով փոխարինել նրանց։ Շնորհակալություն։ Դե իրենց օգուտը շատ մեծ է մեր հավաքականում, շատ արագ փորձել փոխարինող գտնել եւ այդ հարցերը փակել դժվար կլինի այս կարճ ժամանակում։ Կորուստ է, այո կորուստ է, պետք է ման գալ, գտնել, պատրաստել, այդ process-ի մասին եմ խոսում։ Վաղ թե ուշ կփակենք այդ հարցը, բայց առայժմ դժվար է, որովհետեւ երկու կորուստ, երկուսն են լավ ֆուտբոլիստներ էին։ Ապա ջուր խմի մի հատ։ Քիչ բան է։ Նարեկ Արոշանյան, պարոն Մելիքյան, հետաքրքիր է մրցակիցների ընտրությունը դուք եք կատարել, թե ընդհանուր քննարկումներ են եղել եւ ինչն եք հաշվի առել հատկապես ազգերի լիգան, որ նմանատիպ կարգի մրցակիցներ են լինելու, թե ընդհանուր առմամբ ցանկություն չկա ավելի բարձր մակարդակի հավաքականների դեմ անցկացնել ընկերական խաղեր։ Ես եմ ընտրել այս մրցակիցներին եւ ամառվա նրա համար, որ մենք ունենք սեպտեմբերից խաղեր, որոնք գիտենք ինչ մրցակիցների դեմ պետքա աշխատանք ունենանք, դրա համար համապատասխան թիմեր պլյուս մինուս, որ կարողանանք այդ իմանանք, պատրաստվենք նման թիմերի դեմ։ Շատ ուժեղ թիմ ընտրելուց մենք ավտոմատ կընկնեինք երկրորդ համարով խաղ, որը մեզ սեպտեմբերին այդքան էլ այդ եւ տրամադրված չենք, շատ թույլ թիմ պատրաստենք շատ թույլ թիմի դեմ խաղ, մենք չունենք թույլ թիմ սեպտեմբերին, դա համապատասխան թիմ էր։ Վարվարա Հայրապետյան Արմեն պրեսլրատվական, պարոն Մելիքյան, օրեր առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ դուք մյուս տարիքային հավաքականներում գլխավոր մարզիչների հետ ընդհանուր քննարկման եք։ Ինչպիսի տեսլական ունեք այդ հանդիպումից հետո։ Ապագայի ինչպիսի ապագա եք միասին տեսնում, սենց ասեմ։ Պետք է միասին աշխատանք տանենք, շարժվենք մի ուղղությամբ, պետք է այդ հավաքները լինի շարունակական, որը ես ունեմ պլաններ ամեն 2 ամիսը մեկ անպայման հավաքվել, հիմա իրենք խաղացին յու 19-ները, 21-երը,
վաղը մենք խաղանք, հետո կհավաքվենք բոլոր մարզիչները այս հավաքականների խաղերը կվելուծենք միասին։ Իրենց հետ ես կվելուծեմ այս խաղը, իրենք իմ հետ կվելուծեն իրենց խաղերը։ Այդպես կշարժվենք առաջ սխալների մասին մտածել, տենանք ինչ խնդիրներ կա այդ միասնական աշխատանք։ Հարություն Ծատրյան, Այբս Մեդիա։ Պարոն Մելիքյան, նույն հարցն է, ինչ Նայիրին էի խնդրել, կուզենայի ձեր, եթե ունեք կոչ երկրպագուներին մարզադաշտում գալու եւ աջակցելու, տեղյակ եմ, որ ֆան շարժումները իհարկե լինելու են ազգային հավաքականն է, բայց սովորական երկրպագուներին, ովքեր, չգիտեմ, Կիրակի օրը երեկոյան անելիք չունեն, ինչու գան ֆուտբոլի ու հավաքականի խաղին։ Շնորհակալ կնեմ, եթե պատասխանեք։ Իհարկե շատ կուզենամ այդ երկրպագուները գան լեփլեցում մարզադաշտ լինի, որտեղ դա օգնում է մեր ֆուտբոլիստներին, մեր հավաքականին, բայց հիմա ես համոզված եմ կան շատ երկրպագուներ, իրենց ասելու բան պետք չի, իրանք գիտեն, անապես սպասում են եւ գալու են։ Դա համար հուսով եմ, որ նման սիրտ ունեցող, նման ոգևորված երկրպագուներ շատ կլինեն ու վաղը կլինի շատ երկրպագու եւ մեզ կաջակցեն։ Եթե ովքեր ցանկություն չունեն, դա իրենք մեղավոր չեն, մեղավորը մենք ենք, որովհետեւ բակա մենք ունենք պարտություններ։ Պետք է աշխատենք հաղթել, որ մեր երկրպագուին ոգևորել։ Պարոն Մելիքյան, Հայաստանի միջև 19 տարեկանների հավաքականը շատ լավ հանդիպում է անցկացրել, արդյոք հարց դիտել, քանի որ բավական լավ տպավորություն թողեցին, հնարավոր է, որ այդ թիմից նույնիսկ ազգային հավաքականում առաջիկայում խաղացողներ լինեն եւ նաեւ մեկ հարց հետաքրքիր Թուրքիայի դեմ խաղից հետո շատ ենք խոսում, որ սպորտը եւ քաղաքականությունը պետք է տարանջատել, բայց հրապարակվել էր լուսանկար, որտեղ այդ ֆուտբոլիստները զինվորական ողջույն են տալիս, ցուցադրում, ինչպես եք նայում այդ իրավիճակին։ Առաջի հարցին ասեմ, որ իհարկե նայել եմ այդ խաղը, խաղից հետո զանգարել եմ գլխավոր մարզիչին, Գրիգորյանին, խոսացել ենք, շփվել ենք, ֆուտբոլիստներն առայժմ 19 տարեկանների հավաքականից ոչ մեկ առայժմ պատրաստ չի ազգային հավաքականի, բայց մեծ հույսեր ունենք հետագայում կունենանք, որովհետև լավ թիմ են իրենք։ Ոչ միայն 19-ներ, մենք 21-երում էլ ունենք լավ ֆուտբոլիստներ։ Մեր ապագան, եթե համբերություն ունենան, կամաց կմոտիկանան լավ ֆուտբոլիստներ։ Երկրորդ հարցին չի ուզեն այդ հարցին պատասխանեն, որովհետև քաղաքականություն, ֆուտբոլ, մեր երեխեքն են ուզել են սելֆի անեն, արել են, չի ուզեն այդ հարցով խոսել։ Գագիկ Եղազարյան, հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ դուք երկար ժամանակ ունեցաք պարապմունքները անցկացնելու, հիմնականում ինչի վրա եք ուշադրություն դարձրել այդ ընթացքում, տակտիկա է կամ ֆիզիկականի վրա եւ այլն։ Ասեմ, որ մեծ աշխատանք այո տարվեց, ամեն օր անհատական ֆուտբոլիստների հետ հոգեբանական աշխատանք, թիմային հոգեբանական աշխատանք, մարզումային process-ի ժամանակ ուշադրություն ենք դարձրել թիմային աշխատանքի վրա, տակտիկաների վրա, ստանդարտ գործողությունների վրա, շատ, եթե ֆուտբոլիստներին հարցնեք, Սամվել ջան, ինչ է եղել, Սամվել, ինչ է սանում։ Մտարուղի է, թե դապե։ Շատ աշխատանք ենք տարել։ Շատ աշխատանք ենք տարել ու այդ process-ի մեջ ենք։ Հայկ Ծատրյան, Այբս Մեդիա, պարոն Մելիքյան, վերջին շրջանում եվրոպական ակումբային ֆուտբոլում շատ խոսակցություններ են գնում մարզիչ եւ մենեջեր տերմինների մասին, ենթադրելով, որ մենեջերի կարգավիճակի մեջ նաեւ մտնում է սպորտային տնօրենի գործառնություններ, ռազմավարական գործառնություններ եւ այլն։ Կցանկանայի իմանալ վերադառնով մեր ազգային հավաքականին, ձեզ մոտ ազգային հավաքականում ինչպիսի գործառույթներ են, ավելի շատ
զուտ մարշչական, թե ամեն դեպքում մենեջեր կարող ենք ձեզ համարել։ Շնորհակալություն։ Մենք ունենք լավ շտաբ, լավ թիմ, տարբեր ուղղություններով, բայց ես եմ գլխավոր մարզիչը։ Ես եմ որոշում ազգային հավաքականի լուբոյ հարց։ Բայց թիմային աշխատանքի շնորհիվ, այո, վերջի խոսքը իմն է, տարբեր ուղղություններով գալի, եթե հասնում է մի տոճկին պետք է որոշում կայացվի ազգային հավաքականի համար, դա ես եմ։ Համարում եք մենեջեր, համարեք մենեջեր տրեյներ։ Ես ինձ համարում եմ գլխավոր մարզիչ, եւ որի խոսքը պետք է լինի վերջնական։ Եվ շատ ուրախ եմ, որ ունեմ վերևից ներքև շատ օգնական մարդիկ մեր ազգային հավաքականի համար։ Պարոն Մելիքյան, սա առաջին հավաքն է խոսքնոյի համար անում Նամից ձեր մրցակիցն է եղել ակումբային ֆուտբոլում, հիմա հնարավորություն ստացաք նրա հետ աշխատելու, ինչ տպավորություն թողեց այս շաբաթվա ընթացքում։ Շատ լավ, իմ համար ֆուտբոլիստ է եղել միշտ, հիմա հուսով եմ ազգային հավաքականին կօգնի, կփորձեմ վաղը իրեն կերևամետակային թե փոխարինման, բայց անպայման դաշտում կտեսնենք։ Ինձ էլ է հետաքրքիր այս մակարդակի վրա հավաքականների ինչպես կարող է ինքը դրսևորել իրեն ու ինչքանով կարող է օգնել ազգային հավաքականին։ Փորձարկումներ կանենք, հետո կարող ենք վերլուծել ինքն է, բոլորս հասկանանք, կարող է թե չէ, բայց փորձել պետք է։ Պարոն Մելիքյան, Բելարուսի հավաքականում խաղում է հարձակվող Կարեն Վարդանյանը, որքանով եք ծանոթ այդ ֆուտբոլիստի որակներին, ինքը խաղամակարդակով կարող էր համապատասխանել մեր հավաքականին։ Այո, ես նկատել եմ իրեն վաղուց եւ ուզել եմ գնամ Բելարուսիա իրեն հետ հանդիպելու, խոսելու, որովհետեւ այո համապատասխանում է, բայց հետո իմացա, որ որոշել է Բելարուսիա խաղալ հավաքական, իր ընտրություններ ու ես չկարողացա հասցնել այդ ամեն ինչը մեր կողմ քաշել, բայց համապատասխանում է, լավ ֆուտբոլիստ է։ Պարոն Մելիքյան, մեր կիսապաշտպան Իվուն ապակինման փուլում է, երբ պատրաստ կլինի միանալու հավաքականին։ Դա մեծ կորուստ է, որի մասին շատ եմ մտածում ու չեմ կարողանում առայժմ փոխարինող գտնել։ Դա մեծ կորուստ է մեր համար, ապակինվելու մասին դժվարանում եմ ասել, բայց մեծ երկար պրոցես է։ Մի քանի ամիս, կես տարի սենց։